Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում լարված իրավիճակ է վերջին օրերին այստեղ մեծ թվով նորածին գառներ են սատկում լուրջ վնասներ պատճառելով գյուղացիներին։ Բնակիչները պատմում են, թե խնդիրը սկսվել է հանկարծակի եւ օրերի ընթացքում կորուստները շարունակել են աճել։ Օրական 20-30 ոչխար է անկում։ Էսի ցելի ավգուստ է, էսի գնաց, էսի ինչ պիտի անի։ Վարկ ունենք տալու, տոես ունենք, են ունենք, էլի ո՞նց պիտի փակվի։ Զանգում ենք այդ ասում, հույս են տալիս, ինչ գնաց, ինչ մնաց, всё։ Այն օրը եկել են ասում են ձեզ համբերություն։ Այդ ձեզ ինչ կա, ձեզ ոչ մի բան չի անում։ Գյուղացիները պնդում են մինչև օրս հստակ պատասխան չեն ստացել համապատասխան կառույցներից, թե որն է այս խնդրի պատճառը։ Նրանց խոսքով իրենց չեն տրամադրել անհրաժեշտ բուժման հստակ ցուցումներ, ինչի պատճառով ստիպված են եղել սեփական միջոցներով դեղորայք ձեռք բերել։ Ոչ բուժման տարբերակ են ասում, ոչ էլ վակցինացիայի, ասում են բնակիչները։ Վարկերով ձեռք բերված անկած կենդանիների համար փոխհատուցում են ուզում։ Մենակ գիննել մի ամանը 4500 դրամ։ Ու սենց ամեն օր դեղեր առ, լիցես անասունի փոլը ու անիմաստ անարդյուն։ Դեպքի մասին տեսչական մարմինը տեղեկացվել է անմիջապես եւ անմիջապես էլ քայլեր է ձեռնարկել եւ անկած կենդանիներից վերցվել են նմուշներ, տարվել լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է Թեյլերոզ հիվանդությունը, դիզայն հիվանդությունը եւ խնդիրը հետեւյալն է, որ հիվանդությունը ինքը կարանտինային չի համարվում եւ բնականաբար դրա բուժման ծախսերը պետք է հոգա ինքը կենդանատերը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից նաև ասում են, որ այլ բնակավայրերից գառների անկման ահազանգ չեն ստացել։ Համայնքի բնակիչները չեն վստահում այս պարզաբանմանը եւ պահանջում են հստակ պատասխաններ։ Տուժածների գնահատմամբ արդեն իսկ կրել են ավելի քան 10 միլիոն դրամի վնաս։ Համայնքի ղեկավարը միայն հայտնում է նախարարությունից եկել, խնդրին իրազեկվել են։ Կարող է ես ունենամ նորից գառներ, երկու հատ սատկի ուրիշ բանից, դե գառը միշտ էլ այդ անկումը կա։ Ես մտածեմ, որ հարևանինս եղել է, ահա ինն էլ սկսվավ, ինն է կսատկի։ Սա պանիկայի մեջ են ընկնում ժողովուրդը, բայց հələ որ չկա։ Քարակերտում իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, բնակիչներն ակնկալում են, որ պատասխանատու գերատեսչությունները շուտապույտ կհստակեցնեն պատճառները եւ կաջակցեն վնասներ կրած գյուղացիներին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։